Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ թքած կպցրած մանկապարտեզների բացահայտման շարքը։ Տեսեք, հիմա ես գտնվում եմ Շենգավիթ վարչական շրջանում եւ գտնվում եմ հերթական մանկապարտեզի բակում։ Տվյալ մանկապարտեզը, սիրելի հայրենակիցներ, եկեք նայենք, Երևանի թիվ 147 մանկապարտեզն է։ Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2022 թվականի մայիսի 17-ին եւ պետք է ավարտված լինեին 2023 թվականի օգոստոս ամսին։ Հիմա, ինչպես գիտեք, 2025 թվականն է, սիրելի հայրենակիցներ, եւ 2025 թվականի մայիս ամիսն է։ Ոչ մեկ իմ խոսքից չփորձի ստորացված չզգա, որովհետեւ ինչպես գիտեք, սիրելի հայրենակիցներ, մեղադրանքը, որը որ ներկայացրել են ինձ եւ սպառնում է 5 տարի ազատազրկում, ինչի համար, որ բացահայտում եմ այս խայտառակ իրավիճակները, բացահայտում եմ կոռուպցիան, բացահայտում եմ, թե ինչպես է մսխվում մանկապարտեզների վրա ծախսվելիք գումարը։ Մեր բոլորի, ձեր բոլորի վճարված հարկերից, սիրելի հայրենակիցներ։ Ես դիմել եմ քաղաքապետարան եւ ստացել եմ պատասխան։ Պատասխանը ինչ է, սիրելի հայրենակիցներ, առ այսօր Շենգավիթի թիվ 147 մանկապարտեզի վրա արդեն կատարողականով 237 միլիոն դրամ ծախսել են այս մանկապարտեզի վրա, որը որ պետք է 23 թվականից գործեր։ Հիմա դուք գնահատեք, ժողովուրդ ջան, ու նաև բան, ուժային կառույցներ դուք գնահատեք։ Եկեք շարունակենք, տեսնենք ինչ վիճակում է գտնվում մանկապարտեզը, ինչպիսի ողբալի վիճակ է։ Նոր տարվա խաղալիքներն աստեղ էլ բերած լսած։ Թաշում կփոկվի, կասեն, վայ, ասես փոկվում է, վայ, մեզի ասես մեր գլխին կպնի։ Կոճով են կպցնում ես մարդիկ։ Անտենն է երևի, չգիտեմ։ Ձայնը լսվում է, ժողովուրդ, ամբողջությամբ փուջ եւ դատարկ է։ Վախենում եմ ուժեղ խփեմ, որովհետեւ ջարդվում է, կարող է իմ մեղադրանքը ավելի ծանրացնեն, ժողովուրդ։ Հիմա էլ ասեն պետական գույքն եք վնասը։ Ձայնը լսվում է։ Այս ինչքան է ծառայելու, ժողովուրդ, որ հանգած մի երկու հատ խփեմ կջարդեն, ու մեկ էլ Հանրապետություն կուսակցությունը կսկսի իր ֆեյքերի ֆաս հրամանը։ Ես գնում քանդում։ Ինչի համար ես քանդում։ Չեմ քանդում։ Քանդված է։ Ոայ քու։ Այ քեզ բան, եկեք նայեք ստեղ։ Այն որ ասում են Բուչան, այն որ ասում են Պուտինը, Կիրիենկոն, տղեկ մանկապարտեզն ուր է։ Երեխեքը մանկապարտեզ խի չեն գալիս։ Երեխեք մանկապարտեզ խի չեն գալիս։ Բարև ձեզ։ Կներեք դուք ով եք։ Առաքելություն Հայաստանը կներեք ինչ, հա։ Իսկ մանկապարտեզի տարածքում հասարակական կազմակերպություն է գոր։ Իսկ սեփական ձեր է թե վարձով են տվել։ Բայց չէ՞ անհատույց։ Իսկ ձեր կազմակերպություն։ Իսկ ինչ ձեր կազմակերպությունն ինչով է զբաղվում։ Տեսեք, ստեղ էլ նույն ձևի նոր տարվա լույսերն է շպրտած, ժողովուրդ։ Եկեք նայենք։ Այս մարդկանց մոտ ավանդույթ է, տեսեք ժողովուրդ։ Ավանդույթ է այս մարդկանց մոտ, որ բերեն շատ նորմալ վիճակի է, հասկանում եք։ Եկող տարի փող դուրս կգրեն ու կզարդարեն։ Շունիկ բալյուս։ Վթարային ելքն է, սիրելի հայրենակիցներ։ Երեխաներին փորձեն դուրս գալ, ջարդվի կընկնի։ 237 միլիոն փող եք ծախսել։ Ու չփորձվեք ասել, բա ակտերը չենք ստորագրել։ Նիկոլ Փաշինյան, դուք հաշտեք այն մտքի հետ, որ 230 միլիոն փող է ծախսվել գործակարգավարական նիստի ժամանակ Խորենը Հովանեսյան, ով որ Պապիկյան Սուրոյի հետ են կապում, հարաբերական ասել է, որ 90% կատարողական կա։ 90%, այս 90% տեսնում եք, ստե ժողովուրդ։ Բարև ձեզ։ Մայրիկ ջան, դուք ստեղ ինչ եք աշխատում։ Իմ անունը Մեսրոպ է, Մայրիկ ջան։ Ճանաչում եմ լավ, գիտեմ, իմ աղբորս անունն էլ է Մեսրոպ, լավ հիշում եմ ձեզ։ Հա, եկել եմ, որ այս մանկապարտեզը 23 թվականից պիտի բացված ելներ ու բացված չի։ 230 միլիոն փող են ծախսել արդեն։ Բայց սա հսկողնով է։ Միակ դրական, որը արձանագրում եմ, այս մեր բարի մայրիկն է։ Նայեք, այս մանկապարտեզը սեյսմականության խնդիր ուներ։ Այսինքն այս մանկապարտեզը պիտի չվերանորոգվեր, պիտի քանդեն լրիվ սարքեն։ Այսինքն այս խնդիրը նաև կա։
Սիրելի հայրենակիցներ, տեսեք, եթե ես խիճս կորցնեմ եւ մի փոքր բռունցքով հարված եմ, արդեն իրենց կողմից այս կպցրած սալիկները կփոկվի եւ կջարդվի։ Հիմա որ քաշեմ դուրս կգա, նայեք։ Ժամանակակից դռներն են։ Այս ավականու նիստը նվիրելու եմ ձեր մանկապարտեզին։ Չեմ ուզում քաշեմ, ասես լրիվ կփոկվի, կթափվի։ Իրանց ասկերիշի պատկերը նայեք առաստաղի։ Նայեք ինչ վիճակ է։ Այսինքն մանկապարտեզի մասին շատ իա։ Այս տուրն էս ինչ վիճակ է, ոնց է ծառայելու, չգիտեմ։ Տեսեք, մանկապարտեզի տարածքը ծառայում է որպես պահեստ։ Եկեք դրականն ասենք, այս մարդիկ կարող էին այս լույսերը հանել շպրտել դուրս, ոնց որ Մալաթիա Սեբաստիան համայնքում։ Հիմի Շենգավիթ համայնքում ես ողջունում եմ Ռազմիկին, թաղապետին, որ այս մարդը գոնե բերե պահել աստեղ։ Այդ պարավոնները տենց շպրտած է, հա։ Այս երբ որ ես դիմել եմ քաղաքապետարան սեյսմականության վերաբերյալ, հստակ տվել են, որ այս մանկապարտեզը սեյսմականության խնդիր ունի։ Այս ճաքերը բա սեյսմականության խնդիր ունի, ոնց են մցրել վերանորոգման մեջ։ Ահա որ էս ճաքերը նայեք։ Երեխեք երկու հատ հանդես անենք փլվի էսի։ Այնտեղ նայեք հլը։ Այսինքն ստեղ էսի այս սարկածը արդեն ասես փոկվում է, հա։ Բերը փրփուրեն լսրեմ, որ ես թքած կպցրածն էսի է։ Տեսեք հետական անորակ աշխատանքները, որը նույնպես, եթե այս մասը տեսնում եք, հարցությունների տարբերությունը եւ ակնհայտ է անորակ աշխատանքներ եւ այստեղ էլ ձեռքով ուզենամ կփոկեմ եւ այն պարագայում երբ որ 280 միլիոն դրամ իրենք պլանավորել են եւ շուրջ 237 միլիոնն արդեն ծախսել են այսինքն մի մանկապարտեզ որի վրա ծախսել են 237 միլիոն դրամ այս պատկերն է բայց ամենավտանգավոր փաստը կայանում է նրանում որ մանկապարտեզը վթարային կարգավիճակ ունի, այսինքն սեյսմականության խնդրեմ ունի, թե ով է նախագծե, ով է թույլ տվե, ով է վճարե, նորից եմ կրկնում, մի հատ գնացեք հարցրեք Խորիկից, Սուրեն Պապիկյանի ընկերոջից։ Նորմալ չի, անկեղծ սա նորմալ չի որ ճաքեր են տվել։ Սրա համար, էլի, 2 տարի է անցել, լավ, եթե սեյսմականության խնդիր ուներ։ 3-րդ տարին է այսի։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով ամփոփելով շրջայցը հերթական խայտառակ մանկապարտեզը, 147 մանկապարտեզը Շենգավիթ վարչական շրջանում, մենք արձանագրում ենք, որ 2023 թվականի օգոստոս ամսին պետք է հանձնված լիներ այս մանկապարտեզը, այս մանկապարտեզի վրա իրենք ծախսել են 230 միլիոն դրամ, 237 միլիոն դրամ, նորից եմ կրկնում, եւ մենք տեսնում ենք այս խայտառակ իրավիճակի, իսկ սրա համար 0 պատասխանատու, այսինքն չի եղել մի մարդու վրա քրեական գործ կառուցեն, մեկին պատժեն կամ հեռացնեն աշխատանքից։ Նույնիսկ մենք նկատում ենք այս հատվածում մանկապարտեզի, որ խոնավությունը ամբողջովին անձրևներից հետո, այս անձրևային եղանակներից հետո ոնց է խոնավությունը ամբողջությամբ քաշել պատերն իր մեջ։ Ու եւս մի բան ուզում արձանագրել, բոլոր վարչական շրջաններում, որպես Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, պատասխանատվություն կրում են վարչական շրջանի ղեկավարները։ Այդ անգրագիտությունը, որ խոսում են, որ վարչական շրջանի ղեկավարը ինչ կապ ունի սրա հետ, Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ շատ ուղիղ ասեց. իմ ներկայացուցիչներն եք վարչական շրջաններում։ Եվ չեմ լսել մի գործակարգավարական նիստի ժամանակ, երբ որ մի վարչական շրջանի ղեկավարը հայտարարել, որ իմ վարչական շրջանում կա մանկապարտեզ, որը թքեք կպցել են, պիտի գործել ու չի գործում։ Իսկ լռությունը նշանակում է կոռուպցիա, լռությունը նշանակում է համակարգված կոռուպցիա։ Տղեկ, մանկապարտեզի փողերն ուր է։ Սիրելի հայրենակիցներ, հիմա ակնկալում եմ, որ Հանրապետության կուսակցության կողմից սկսելու է մի բղավոց, մի աղաղակ, որ մենք չէինք ասում, որ մենակ մասիվի թաղապետը չի, հաջորդը մյուս թաղապետին են թիրախավորելու են բոլորիդ անխտիր։ Եթե մանկապարտեզի գումարները ծախսվում է ու այս պատկերն է, բոլորիդ անխտիր թիրախավորելու եմ։ Եվ քննչական կոմիտեն այն ջանասիրությամբ, որ գործը հարուցում էին վրա, թող գա գործը հարուցի մանկապարտեզն այս վիճակին հասցնողների վրա։ Թող գործը հարուցեն, որ 2 տարի է մանկապարտեզում երեխեքը չեն այցելում, այդ դրա վրա գնան գործը հարուցեն, հասկացաք։